բռնաբարություն, ծեծ, տանջալից մահ Բաքվի բանտում, թե նրան մորթազերծ են արել, թե նետել են ծովը, իսկ գուցե նա մահացավ ցուրտ Սիբիրում, Զապել Եսայանի մահը առեղծված է։ Գիտեք, որ Զապելի Եսայանը միակ կինն էր, ով ներառված էր երիտթուրքերի, այսպես ասած, մահվան ցուցակում, բայց Զապելին հաջողվել է մոլորեցնել, խուսափել ձերբակալությունից։ Երբ 1915 թվականին երիտթուրքել են Զապել Եսայանին ձերբակալելու, նրան տեսնելով ասել են Զապել Եսայանը տանն է։ Զապելն էլ շատ սառնասրտորեն հանգիստ տոնով ասել է, որ այո, Զապելը ներսում է, հանգիստ քայլերով հեռացել է, այսպեսով նրան հաջողվել է խուսափել ձերբակալությունից, նրան չհաջողվեց խուսափել ստալինյան բռնապետությունից։ Զապել Եսայանը ուներ մեծագույն ցանկություն վերադառնալու հայրենիք, եւ երբ Հայաստան արդեն սովետական միության կազմում էր, նա հայրենիք վերադառնալու շանս տեսավ, հաշվի առնելով, թե որքան առաջադեմ էր, թե ինչպես նա չէր կարողանում չխոսել անարդարության դեմ, ստալինյան բռնապետությունը ուղղակի չէր կարող նրան անտեսել։ Զապել Եսայանին վերագրվեցին անհեթեթ մեղադրանքներ, նա անցավ դժոխքի միջով, սկսած հարցաքննություններից, վերջացրած արդեն բանտում անցկացրած տարիները, որոնք կտանքներ էին, սով, ծեծ։ Նրան հնարավոր բոլոր լծակներով փորձեցին կոտրել, բայց Զապել Եսայանը ոչ մի դրվագ չի կոտրվել։ Բանտում գտնվելու ընթացքում նա իր արյամբ եւ ասեղի օգնությամբ լուցկու տուփի ներսի հատվածում գրել է. Ես մեղավոր չեմ, ճշմարտությունը կհաղթի։ Ճշմարտությունը կհաղթի արտահայտությունը այնքան է պատմում Զապել Եսայանի հավատամքի ու նրա սկզբունքների մասին։ Մահվան օրը, վայրը, հանգամանքները, որևէ բան հայտնի չէ։ Շատ կարևոր է ծանոթանալ նրա ստեղծագործական կյանքին ու հիշել, որ Զապել Եսայանը մեր նշանավոր մտավորականներից է։